Դուք առաջադրվել եք մի շատ կարևոր հանձնաժողովում, որը հանրային վերահսկողություն է իրականացնելու պետական միջոցների նկատմամբ և ընդդիմադիր հայացքներ ունեցող և ոչ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների միջոցների նկատմամբ։ Մի ահռելի բաժին այդ միջոցներից պետությունը հատկացնում է հանրային հեռուստաընկերությանը, կրկնում եմ հանրային, ոչ թե իշխանական, և 18 թվականից ի վեր այդ միջոցները աճի միտում ունեն։ Եթե օրինակ 19 թվականին 6 միլիարդի էր հասնում հատկացումը, 25 թվականին 8.4, 26 թվականին 8.3 միլիարդ, միտումը ակնհայտ է և բավականին խոշոր գումարի մասին է խոսքը, բայց ինչ ենք մենք արձանագրում, հանրային հեռուստաընկերությունը ձեր իշխանության օրոք վերածվել է իշխանության սպասարկու քարոզչա մեքենայի։ Այս խորհրդարանում աշխատանքները սկսելուց ի վեր դա արձանագրվել է փաստերով։ Օգոստոսի 7-ի ՖԻՊ-ի հրապարակումը, Հ1-ի լուսաբանումը սոցիալական հարթակներում և փաստեր օգոստոսի 2-ից 6-ը Հ1-ի յութուբյան ալիքում ազգային ժողովի աշխատանքներից հրապարակվել է 60 տեսանյութ, դրանցից միայն 3-ն է նվիրված եղել ընդդիմությանը։ Եղել է Facebook-ում 70 տեսանյութ, որոնցից միայն 2-ն է առնչվել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ ՖԻՊ-ի եզրակացությունը, որ հանրային հեռարձակողը իր եթերում և սոցիալական ցանցերում ըստ էության անհամարժեք է լուսաբանել իշխանությանը և ընդդիմությանը խորհրդարանում։ Սա ուղղակի մի դրվագ է, որը ի ցույց է դնում այն, որ Հ1-ը դուք դարձրել եք քարոզչա մեքենա։ Իդեպ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, խոսում էր պետական հեռարձակողների կողմից ընդդիմության նկատմամբ, մեջբերում եմ, տեղեկատվական շրջափակման մասին։ Հիմա հարց եմ ուղղում ձեզ, նորմալ եք համարում տեղեկատվական շրջափակումը 2026 թվականին։ Դիտարկում հետընտրական գնահատական ԵԱԿ ԺՄԻԳ-ը իր զեկույցում անդրադարձել է հանրայինի լուսաբանմանը և արձանագրել ակնհայտ կողմնակալ լուսաբանում նախընտրական շրջանում։ Շեշտադրել է, որ հիմնականում ընդդիմադիր ուժերը Հ1-ի լուրերի թողարկումներում ներկայացվել են բացասական կոնտեքստում, իշխանությունը հակառակը ներկայացվել է դրական կոնտեքստում։ Արժանապատիվ հայրենակիցներ, հանրայինը գործում է ձեր միջոցներով, ձեր գրպանից ստացված միջոցներով, ուստի պետք է ծառայի բոլորին, կրկնում եմ, և ընդդիմադիր, և իշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներին, և նրանց, որոնք կարող են գտնվել ցավոք անտարբեր։ Հանրայինը չի պատկանում իշխանությանը, հանրայինը չի պատկանում վարչապետին, հանրայինը ժողովրդի ձայնը պիտի լինի, որը այսօր լսելի չէ ընդդիմադիր հանրության տեսանկյունից։ Այսօր ընդդիմադիր ուժերը պատշաճ ներկայացված չեն հանրային հեռուստաընկերության եթերում։